Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր ջերմացում է նկատվում։ Նախորդին Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ընդունեց Էրդողանին։ Հիմա էլ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Թրամփը իր հույսը դրել է Էրդողանի վրա, մի տեսակ իրենից վերապատվիրակելով Էրդողանին ուկրաինական հարցի կարգավորումը։ Բայց փորձենք հասկանալ, թե դա ինչ է տալու Էրդողանին եւ ինչ ենք շահելու դրանից մենք։ Ինչու եմ այդ մասին ասում, քանզի նախորդին նույն Թրամփի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Ուիտկոֆը հարցազրույց է տվել լրատվամիջոցներին, խոսել թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին, բայց նաև անդրադարձել է Հայաստանին եւ Հարավային Կովկասին։ Ուիտկոֆը նշում է, որ Թուրքիայի հետ իրենք միշտ են համագործակցել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների հետ կապված, հատկապես ակտիվ աջակցել են եւ աշխատել են թուրքական հետախուզության նախկին եւ ներկա ղեկավարների հետ, իսկ նախկին ղեկավարը, հիշեցնեմ, Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Հական Ֆիդանն է։ Պարզվում է, որ թուրքական ձեռագիրն է այստեղ ակնհայտ եւ Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ Թուրքիան է ամենից ակտիվ դերակատարում ունենալու եւ ունի արդեն, քանզի կարողացել է տարածաշրջանի պետություններից առնվազն երկուսին, Հայաստանին եւ Ադրբեջանին համոզել եւ բերել այդ միջանցքի շրջանակներ եւ դարձնել նրանց շահառու։ Այս առումով Էրդողանի դիրքերը ավելի են ամրապնդվում։ Ստացվում է, որ մեր հաշվին բոլորը իրենց արտաքին քաղաքական շահերը սպասարկում են, բոլորը երջանիկ են, բայց մի տեսակ ներդրումների սկիզբը չի երևում, ինչի մասին մեզ խոստացել էին։ Բայց Էրդողանը սրանով չի սահմանափակվում, ավելի կարևորելով իր դերը հասնում է նրան, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը խոստանում է մեկ օրվա մեջ քննարկել Թուրքիային F-35 ինքնաթիռների եւ Patriot համակարգերի վաճառքի հարցը։ Իսկ հիշեցնեմ, որ այդ համակարգերի եւ F-35-երի վաճառքը հետաձգվել էր Միացյալ Նահանգների կողմից անորոշ ժամկետով, քանզի Թուրքիայի հետ առաջացել էին լուրջ տարաձայնություններ։ Ուկրաինական кейսը հերթական անգամ շատ փայլուն կերպով օգտագործեց Էրդողանը։ Նա ոչ միայն ունի այսպես Ռուսաստանի աջակցությունը եւ Ռուսաստանի միջոցով վաճառում է ռուսական գազը Եվրոպա, նաեւ հսկայական եկամուտներ բերելով պետական բյուջե, միգուցե նաեւ իր անձնական բյուջե, դրան զուգահեռ Թրամփին է մեծ լավություն անում, պատրաստակամություն հայտնելով ամեն կերպ աջակցել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Եվ որպեսզի սա միակողմանի զիջում չլինի, Թրամփը իմիջիայլոց հիշեցնում է Էրդողանին, որ լավ կլինի, որ ռուսական նավթից եւ գազից Թուրքիան հրաժարվի։ Բայց ինքն էլ է շատ լավ հասկանում, որ դա իրատեսական չէ։ Թուրքիային այլ տարբերակ ոչ ոք չի կարող առաջարկել։ Էներգետիկայի մասին խոսեցինք, մենք եւս մեկ կարևոր հարցի անդրադառնանք թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Մենք գիտենք, որ Թուրքիայում Ռուսաստանը բավականին մեծ ատոմակայան է կառուցում եւ հսկայական ներդրումներ են արդեն արվել այնտեղ, բայց վերջին շրջանում աշխատանքները կանգնեցվել են։ Եվ ահա Էրդողան-Թրամփ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահը խոստանում է նաեւ Թուրքիային աջակցել խաղաղատոմի ծրագիր ունենալու համար, ինչպես նաեւ աջակցել ամերիկյան մոդուլային ատոմակայանների ներդրման համար։ Բավականին զարմանալիորեն ամերիկյան մոդուլային ատոմակայանների թեման սկսեց շատ արագ տարածվել նաեւ մեր երկրում։ Միանշանակ է, որ այս ամենը պատահական չէ։ Թուրքիայում ատոմային մոդուլային ատոմակայաններ փոքր, ամերիկյան, Հայաստանում ամերիկյան փոքր ատոմակայաններ, միայն թե Ռուսաստանի հետ ատոմային էներգիայի բնագավառում որևէ համագործակցություն չլինի ոչ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի կողմից։ Բայց ինչևէ, վերադառնանք Թուրքիային եւ թուրք-ամերիկյան հարաբերություններին։ Ակնհայտ է, որ Էրդողանը խաղում է եւ Էրդողանը փորձում է առավելագույնը օգտվել այս հնարավորությունից։ Եվ Թրամփը լինելով բավականին ծանր իրավիճակի մեջ, անգամ սկսել էր գովերքել Էրդողանին, անգամ որոշակիորեն քծնանք էր զգացվում նրա հայտարարությունների մեջ, որ ինքը իբր չի սիրում ինքնահավան եւ ինքնավստահ մարդկանց, բայց Էրդողանին ինքը շատ է սիրում։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձությունները ինչպես են զարգանալու, բայց մի բան ակնհայտ է. Թրամփը չկարողացավ դառնալ համաշխարհային ժանդարմ։ Թրամփը չկարողացավ մեկ օրում կանգնեցնել ուկրաինական կոնֆլիկտը։ Եվ հիմա, եւ որ ամենակարևորն է, Թրամփը չկարողացավ համոզել Ռուսաստանի նախագահին կամ ստիպել Ռուսաստանի նախագահին կանգնեցնել պատերազմը։ Եվ այս բանի դեմքը փրկելու համար միակ մարդը, ով կարող է Թրամփի կարծիքով իրեն օգնել այս հարցում, դա Էրդողանն է։ Բայց ինչպես երևում է, Թրամփը շատ վատ է ճանաչում թուրքերին։ Նա եթե լավ ճանաչեր, շատ լավ կհասկանար, որ ծանր պահին Թուրքիան միշտ էլ թիկունքից է հարվածելու Միացյալ Նահանգներին եւ միշտ էլ ամեն ինչ անելու է միայն իր շահերը առաջ տանելու համար։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձությունները ինչպես են զարգանում այս ուղղությամբ։
Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, ուկրաինական քեյսն է։ Ուկրաինայում իրադարձությունները շարունակում են նույն կերպ զարգանալ, ռազմաճակատում ուկրաինական բանակը անընդհատ ստիպված է լինում լքել իր դիրքերը եւ հետ նահանջել, բայց այդ մասին այսօր չենք խոսելու։ Խոսենք, թե ինչ է կատարվում առհասարակ Եվրոպայում եւ ինչ կապ ունի այստեղ Ուկրաինան։ Եվրոպական մայրաքաղաքները, հատկապես հյուսիսային Եվրոպայի մասին է խոսքը, անընդհատ խոսում են այն մասին, որ երկնքում հայտնվում են կասկածելի անօթաչուներ, որոնք ունեն տարբերակիչ նշաններ։ Եվ Միացյալ Նահանգների նախագահի եւ պետքարտուղարի հայտարարությունից հետո, թե պետք չէ ամեն անօթաչուի խփել կամ ամեն ինքնաթիռի խփել, եվրոպական երկրները կարծես իրենք էլ չեն ցանկանում մտնել դրա տակ եւ իրենք էլ հասկանում են, որ կարող են նաեւ բավականին լուրջ կոնֆլիկտի պատճառ դառնալ, եթե միայնակ որոշեն խոցել ինքնաթիռները կամ անօթաչու թռչող սարքերը, որոնք մտել են իրենց տարածք։ Սրան զուգահեռ կասկածելիորեն մեծ պայթյուն է տեղի ունենում Լոնդոնում կառուցվող հարվածային անօթաչուների գործարանում, որը նաև պետք է անօթաչուներ մատակարարեր Ուկրաինային։ Սրան զուգահեռ Մոլդովայում է տարօրինակ ակտիվություն նկատվում։ Մոլդովային ժամանել արդեն ֆրանսիացի զինվորականներ։ Զելենսկին հայտարարել է, որ կարող են ուկրաինական զինված ուժեր օգտագործվել նաև երկրի սահմաններից դուրս երկրի անվտանգության ապահովման համար։ Դրան զուգահեռ որոշ ժամանակ առաջ Ռումինիայում ավելի ճիշտ ընդունվեց օրենք, որով թույլ էր տալիս Ռումինիային բանակն օգտագործել երկրի սահմաններից դուրս իր քաղաքացիների պաշտպանության համար։ Երեքի ուղղությունն էլ ըստ էության մեկն է՝ Մերձդնեստրը։ Գաղտնիք չէ, որ Մոլդովայում մեծ թիվ են կազմում Ռումինիայի քաղաքացիները, Ուկրաինան եւս շահագրգռված է Մերձդնեստրի վերացմամբ, որովհետեւ դրանով ինքը երկու հարց է լուծելու։ Առաջինը հասանելիություն է ունենալու զենքի այն հսկայական պահեստներին, որոնք այսօր կան Մերձդնեստրում, խորհրդային ժառանգությունից մնացած, երկրորդ ճակատ է բացում Ռուսաստանի դեմ, փորձելով թուլացնել ճակատում անհաջողությունները եւ լարվածությունը։ Սրան զուգահեռ Մոլդովան է օգտվում, ուրեմն Արցախի օրինակով փորձելով կլանել Մերձդնեստրը եւ լուծել իր հարցերը, եւ Սանդուն ընտրություններից առաջ իբրև հաղթող նախագահ 100%-ով ապահովում է իր վերընտրվելը։ Ռումինիան այս հարցը նաեւ օգտագործում է Մոլդովայի նկատմամբ իր գերիշխանությունը եւ վերահսկողությունը 100%-ի հասցնելու համար, բոլորը շահում են, բայց ըստ էության տուժելու է Մերձդնեստրը եւ նաեւ Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելու հնարավորություն է առաջանում։ Բայց սա նաև հղի է լուրջ հետևանքներով, քանզի ոչ Ռումինիան, ոչ էլ Ուկրաինան ինչ որ բայ կարող են չհասցնել օգնության հասնել Մոլդովային, եւ Մոլդովան ստիպված լինի միայնակ ընդունել այն ծանր հարվածները, որոնք անկասելիորեն գալու են նրա ուղղությամբ։ Խոսքը առաջին հերթին եւ անօթաչուների մասին է եւ տարբեր տեսակի հրթիռների մասին է, որոնք մի քանի մախարագություն ունեն եւ որևէ խնդիր չէ մի քանի րոպեում հասնել Մոլդովայի մայրաքաղաքին կամ որոշում կայացնող կենտրոններին։ Կարծում ենք Մոլդովայի իշխանությունները մեկ անգամ եւս պետք է լավ մտածեն այս մեծ ավանտյուրայի մեջ մտնելու համար։ Իհարկե, սա նաեւ ՆԱՏՕ-ին է ձեռնտու, սա նաեւ Միացյալ Նահանգներին է ձեռնտու, բոլորին ձեռնտու է Մոլդովայում երկրորդ ճակատ բացելը, բայց կարող է այնպես ստացվել, որ այս ամենն արվի Մոլդովայի հաշվին, Մոլդովայի տարածքում եւ ցավոք սրտի նաեւ Մոլդովայի փլատակների վրա։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձություններն այստեղ ինչպես են զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կապ ունի Պակիստանի հետ։ Շաբաթներ առաջ Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան պաշտպանության բնագավառում համագործակցություն ստորագրեցին, որը փորձագետներն արդեն շտապեցին որակել իբրև պաշտպանական պակտ։ Սրանով Սաուդյան Արաբիան ըստ էության հայտնվում է միջուկային զենք ունեցող Պակիստանի միջուկային անձրևանոցի տակ։ Նաև սրանով ըստ էության փորձ է արվում նոր շունչ հաղորդել եւ կրկին գործածության մեջ դնել սուննիական եռանկյունի հասկացությունը։ Հիշեցնենք, որ ժամանակին կար սուննիական եռանկյունին, որի կողմերից մեկն էլ իրաքն էր հանդիսանում, բայց Սադամ Հուսեյնի գահանկեց անելուց հետո սուննիական եռանկյունին տևական ժամանակ չէր կարողանում կազմակերպված այսպես դիմադրություն ցույց տալ Իրանի մերձավոր արևելքում ազդեցության տարածման եւ հիմա կարծես փորձ է արվում վերականգնել սուննիական եռանկյունին։ Թուրքիան է ինչ որ պահի հայտնել ցանկություն, որ կարող է միանալ այս դաշինքին, որը նաեւ փորձագետները անվանում են ասիական ՆԱՏՕ։ Ինչևէ, իրադարձությունները բավականին ակտիվ զարգանում են։ Սաուդյան Արաբիան հույս ունի Պակիստանի միջոցով ձեռք բերել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ ատոմի ծրագիրը իր երկրում զարգացնելու համար։ Շատ հետաքրքիր է, որ Մերձավոր Արևելքում Տրամպը կարող է համաձայնվել Թուրքիայի իր դաշնակից խաղաղ ատոմ ունենալու ծրագրին, Սաուդյան Արաբիայի կրկին իր դաշնակից խաղաղ ատոմ ունենալու ծրագրին, բայց այ Իրանի պարագայում իրենք սկզբունքայնություն են ցուցաբերում հղում անելով
միջուկային զենքի չտարածման մասին 1968 թվի պայմանագրին, ՄԱԳԱՏԷ-ի որոշումներին, այս երկակի չափորոշիչներն են հենց, որ միջազգային հանրության աչքում միջազգային իրավունքը դարձնում են կասկածելի, եւ այս երկակի չափորոշիչների արդյունքն է, որ այսօր Միավորված ազգերի կազմակերպությունը չի կարողանում կատարել այն անհրաժեշտ ֆունկցիաները, որ նա ունի, ապահովել միջազգային անվտանգություն եւ խաղաղություն երկրագնդի վրա։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։